Մանդատները վերցնել չվերցնելու օրակարգային հարցին չի զիջում նաև մեկ այլ հարց՝ անդիմություն արդյոք համաձայնելու է զբաղեցնել օրենքով հասանելիք պաշտոնները ԱԺ փոխոսնակի, որն այս դեպքում Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությանն է բաժին հասնելու եւ մշտական հանձնաժողովների նախագահ փոխնախագահներին։ Չնայած Սամվել Կարապետյանի թիմից վստահեցրին, որ դեռևս հարցը չեն քննարկել, սակայն տեղեկություններ կան, որ այս հարցում եւս տեսակետները միանշանակ չեն։ Անդիմադիրների մի խումբ արմատական է տրամադրված այդ պաշտոնները ստանձնելը կնշանակի հարմար տեղավորվել կոմֆորտ զոնայում եւ մոռանալ արտահերձ զարգացումների մասին, հետեւաբար ճիշտն այդ պաշտոնները բոյկոտելն է։ Հատկապես որ անցնող խորհրդարանի փորձը ցույց տվեց, որ դրանից իշխանությունը վատ չի զգում եւ որևէ բարդույթ չունի, որ սահմանադրության պահանջը չի կատարվում։ Հիշեցնենք, որ Հայաստան Դաշնքի հանձնաժողովի նախագահներն ու ԱԺ փոխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդդիմության նկատմամբ ճնշումների փուլում ինքնակամ հրաժարվեցին իրենց պաշտոններից։ Ավելի ուշ ՔՊ-ն պատիվ ունեմ խմբակցության ներկայացուցիչ Թագուհի Թովմասյանին հեռացրեց Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նախընտրական փուլում եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին, բայց որ Փաշինյանը չի հրաժարվել կաթողիկոսին հանելու մտասևեռումից ակնհայտ էր բոլորին։ Վեհափառին մոտ շրջապատից մեզ պատմեցին, որ Փաշինյանի Պյուրոսյան հաղթանակի մասին իմանալուց հետո Գարեգին Բ-ն մերձավորներին ասել է, որ գիտի շուտով իր հետևից գալու են, բայց եթե անգամ փորձեն իրեն մորթել, միևնույն է ինքնակամ հրաժարական չի տա, պատրաստ է անգամ բանտ նստել, բայց չհանձնվել։ Նաև վստահություն է հայտնել, որ Փաշինյանը չի կարող իր փոխարեն ֆեյք կաթողիկոս կարգել, քանի որ համայնքը չի հանդուրժի տիրադավի։